Ժողջան, կրկին բարև բոլորին։ Աշխատանքի մեջ այսօր ունենք ուրեմն GBL ուսիլից էլա 4 կանալնիկ։ Իմ մոտ եկել է այս բողոքներով, այսպես ասած, ուրեմն սկզբից կորել է 2 կանալը, հետո կորել է այն մյուս 2 կանալը, բայց առաջի անգամ որ 2 կանալը կորել է, ուսիլից էլը զաշիտ է, չի գնացել։ Երկրորդ անգամ որ արդեն փչացել է, արդեն ուսիլից էլը զաշիտ է գնացել։ Հետազոտումների արդյունքում ուրեմն փոխվել է այս մի կլուճը, ERFZ 48, եւ այն որ 2 կանալը աշխատել էր հետո, սկսել էր 2 կանալով օգտագործել, այն դինամիկները պերեկիտկա էր արել այն մյուս 2 կանալի վրա, նագրուսկա էր տվել եւ վարվել էր այս մի տրանզիստորը, որի արդյունքում ուսիլիցելը արդեն զաշիտ էր գնացել։ Դե 710-ը լավ չի երևում ինչ, սա մի վարքյան իրա վրա նայեմ։ 718 տրանզիստորն այնքան է տաքացել, տեսնում եք վրի թվերն էլ սկի նորմալ չի երևում։ Այս պահի դրությամբ ուրեմն փոխելով կլուճը եւ փոխելով տրանզիստորը, այն 2 կանալը նորից վերականգնվեց, ուսիլիցելը սկսեց աշխատել։ Բայց այն 2 կանալը, որ ամենասկզբից էին կորել, տենց էլ չվերականգնվեցին։ Ուրեմն էլի շարունակեցինք դիագնոստիկան ու տեսեք ինչ եմ գտել։ Սա այս է, այդ 2 կանալի ձայնը բարձրացնել իջացնելու ռեգուլյատորն է։ Հիմա երբ որ իրար եմ տալի իրան, տեսեք, ոտիկները պլաշատկի վրից պոկվել է, տեսնում եք, չէ՞, պարզ երևում է շատ լավ։ Այս առաջի 2 ոտիկը շինայով պոկվել է, շինայով, երրորդ ոտիկը շինան տեղում է, բայց ինքնը ատպայկա է եղել։ Շատ են երևի ուժ տվել, տեսնում եք, առաջի 2 հատը ընդհանուր է իրար գալիս, երրորդը մենակ բնիկը, ոտիկը մեջը, բնիկը տեղում է, մնացածը բնիկով է իրար գալիս։ Հիմա այս թերությունն էլ վերացնեմ, վերադառնամ ձեր մոտ։ Ուրեմն տեսեք, վերացրեցինք խնդիրը, վերացրեցինք այս տարբերակով, իմ կարծիքով նորմալ ստացվել է։ Հիմի ուսիլիցելի 4 կանալն էլ աշխատում են, աշխատող են արդեն, նա այս պահին միացրած է, մի փոքր լսենք, բայց երկար չենք կարող լսել, որտեվ կլուճները վայրկյանական տաքանում են։ Մի պահ բարձրացնեմ։ Հիմա հավաքեմ ու վերադառնամ ձեր մոտ էլի։ Ժողջան, վերջացրեցինք աշխատանքները, ուրեմն փոխվել է տակի պրագլատկեքը տրանզիստորների, տերմոպաստանա թարմացվել, այն պայկեքը, որ աշկից լավ չէին, նորից մի հատ անցել եմ բոլորի վրայով, թարմացրել եմ սաղ պայկեքը, որ ատպայկա չլինի, փոխարինվել էր այս 2 տրանզիստորները, մի հատ կլուճ եւ մի կանալի վիխադնոյ տրանզիստորը, ոնց հասկանում եմ, սա ուրեմն վարվել էր, որի հետևանքով տվել էր նագրուսկեն սրա վրա։ Լավ, ինչ գլուխները ցավացնեմ, 4 կանալն էլ արդեն աշխատում է, իդեալական վիճակ է։ Հիմա կարող ենք նորմալ արդեն լսել։ Լավ, Ժողջան, իմաստ չունիմ կարծիքով տենց երկար լսելը, ուրեմն աշխատանքի արժեքն էլ կազմեց ընդամենը 4000 դրամ։ Այն հարցին թե խի աղբերը լինում մի օր 4000, մի օր 6000, մի օր 10000, նույն ուսիլից էլ նա ասեմ, Ժողովուրդ ջան, լինում են դեպքեր, երբ որ ոչ թե մի կլուճն է խփած լինում, այլ 4-ը, լինում են դեպքեր, երբ որ ոչ թե մի տրանզիստորն է վիխադնոյ խփած լինում, այլ 2-ը, եթե մաստավոյն միացրած լինում, կարա նաև խփի 4-ը, որտեվ ասենք սովորական ուսիլիցելները միացնում եք բուֆերի տակ մոստով, ինքը չի դիմանում, ինքը նախատեսած չի, ինքը նախատեսած է դինամիկ միացնելու համար, հա, երբ որ մոստով բուֆեր եք միացնում, արդեն այս տրանզիստորների քանակը 2-ից դառնում է 4։
ու կարա հենց 4-ն էլ խփի, կարա 1-ը խփի, կարա 2-ը խփի, կապված այդ խփած տրանզիստորների քանակից էլ գոյանում է գումարը։ Ինչքան շատանում է աշխատանքը, ինչքան շատանում է դետալների ծախսը, ժողովուրդ ջան, այնքան էլ շատանում է գումարները։ Մինիմալը կոպիտ ասած 4000 դրամն է։ Մնացած ամեն ինչը արդեն գումար է ավելացնում, որը կկազմի 6, 8, 10, 12 ու տենց։ Լավ դե, լավ եղեք, մինչ հանդիպում։